Սիրով ներկայացնեմ իմ այսօրվա հյուրին Կարեն Ջիմբաշյանն է, ով ներկայացնում է Հայ դատի արևմտյան գրասենյակը։ Ողջույն Կարեն, շնորհակալ եմ, որ եկաք։ Մենք այսօր մի քանի թեմաներ ունենք քննարկելու, քանի որ Թուրքիայից սկսեցինք, հենց թուրքական լոբբիստների ջանքերի մասին խոսեցինք։ Դոկտոր Օզը, ով հայտնվեց հայկական մամուլի կիզակետում այն բանից հետո, երբ որ թիրախավորեց հայկական բիզնեսները եւ հատկապես այդ անվանումները մենք տեսանք, որոնք կապ չունեին բժշկական ոլորտի հետ, բայց նա հատուկ արեց եւ այդ մեսեջը կարծես թե հենց Թուրքիային էր ուղղված, հենց Էրդողանին, տեսեք ձեր համար աշխատում եմ։ Եվ հիմա որոշակի process-ներ են գնում, գիտեմ, որ դատական գործեր կան, նույն Կալիֆոռնիայի ուրեմն ղեկավարն է նահանգապետ Գևին Նյուսոմն է քաղաքացիական հայց ներկայացրել, նաև Հայ դատի գրասենյակը խնդրեմ որոշ մանրամասներ ներկայացնեք, ինչ հայց է, ինչ եք պահանջում եւ ինչ ակնկալեք։ Ուրեմն նախ շատ շնորհակալ եմ, որ ընդունեցիք այսօր ինձի ձեր եթերում։ Ուրեմն սկսելու համար մեկ հատ եթե կարճ, ասենք, ներածական մտանք թե Օզի նյութը ճիշտ ինչպես ընթացավ եւ ինչու այսքան մեծ խնդիր արժև եկավ ասենք եւ ինչու Հայ դատի հանձնախումբը իր ամբողջ ուժով եւ ամբողջ աշխատանքով թեմ դրավ այսպիսի ասենք կորձընթացին, հագահայ կորձընթացին, ուրեմն նախ սկսենք ինքի իբրև անձնավորություն դոկտոր Մեհմեդ Օզը եղած է ասենք երկքաղաքացի է, թե թուրք քաղաքացի, թե ամերիկյան քաղաքացիություն ունի, անձարայած է Թուրքիո բանակը, ունի լավ հարաբերություններ Էրդողանի հետ, շատ մտերմիկ հարաբերություններ Էրդողանի հետ եւ այսպես ունի հագահայ ճիղմ, անշուշտ իր թրքական ճիղը, որ կոչանա ամեն ձևով թեմ տնել հայության, ասենք, բարգավաճման, գազագերբչական աշխատանքներուն եւ այլն։ Ուրեմն ասկե մի քանի տարի առաջ ինքը ձերագուտական տեխնազու էր Պենսիլվանիա նահանգի մեջ եւ հոն հայկական համայնքը այդքան լավ գազագերբվեցավ, որ թեմ դրավ տեխնազության եւ խանգարեցին եւ արիթը չդվին, որ ինքը լա ձերագուտական բան։ Ուրեմն ասամենը կարեւորը հասկանալու թե ինչու Մեհմեդ Օզ այդ օրը որոշած էր հատկապես միան հայերուն մասին խոսելու, ինչու ինքը այդքան պատրաստված եկած էր մինչև Լոս Անջելես, Կալիֆոռնիա եկած էր, որբեսի ինքը այդ նարատիվը արժև դանի։ Եվ ուրեմն իր այդ կեցվածքը, իր այդ վարմունքը շատ դադարելի էին զանազան անհատներու կողմեն, լա նահանգապետ Գևին Նյուսոմի կողմէ, լա ուրիշ կոնգրեսականներու կողմէ եւ Հայ դատի կողմէ։ Ուրեմն այս բարակային ընդ որում հիշեցնենք, որ ինքը հայտնվել էր եւ սելֆի էր արել, չէ, կադրը երկու հայկական բիզնեսների առաջ Տիգրանակերտ եւ Կիլիկիա, եթե չեմ սխալվում, երկուսն էլ կապ չունեին այդ բժշկական ոլորտի բիզնես, այսինքն մեկը լավաշի հացի փուռ էր, չէ, մյուսը եթե չեմ սխալվում ինշորանսի բիզնես էր, այսինքն ինքն էլ կարող էր ճշտել իմանալ հատուկ էր արել, քանի որ երկուսն էլ կապ ունեն հայ-թուրքական եւ հայ-ադրբեջանական հարաբերությունների։ Վստահաբար եւ նույնիսկ իր ընդրած պարամետրը, որ գործածած էր ռուսական դիալեկտ կոչելով հայկական լեզուն, ռուս մաֆիա գործածելով այս բառերը, այսինքն արգածախնդիր բառեր են, որ մարդիկ հետաքրքրությունը բերե իրենց միջև եւ ուղղակիորեն պատկերումը կգծեմ, որ բոլորովին ինքը ճիշտ չէ։ Մեր հայկական լեզուն կապ չունի ռուսական լեզվին հետ, բացարձակապես ոչ այփուփենով, ոչ լեզվական, ասենք, դվյալներով։ Բայց եւ այնպես ինքը որոշեց այդ ճանապարհը բռնել։ Իբրև պատասխան ունեցանք բազմաթիվ, ասենք, դատապարտողներ եւ ասենք, բանի իրական դատավարության թիմել լա նահանգապետի կողմեն հայցը լա նահանգապետի կողմից հայցը ներկայացվել ֆեդերալ դատարան։ Այո, ուրեմն ներկայացված է ուղղակի ընդեմ HHS-ին, առողջապահության նախարարության, ինչպես նաև մեր Washington DC-ի գրասենյակը նույն հայցն է ներկայացրել։ Ուրեմն այս մեկը մեծ պատմություն եղավ, ասենք, Կալիֆոռնիայի մեջ եւ շատ հետաքրքրական էր, թե ինչպես շատ արագ փորձեցին մորցնել, շատ արագ փորձեցին այնպես պատկերացնել, որ ամեն ինչ լավ է, բայց այդպես չէ իրականությունը։
Ուրեմն հիմա որ հայցը ներկայացված է, ունին որոշ ժամանակաշրջան, որ պետք է պատասխանեն եւ ըստ այդմ գորոշենք թե այսինքն ինչպես պիտի ընթանա ամբողջ ճանապարհությունը, եթե պիտի ընթանա կամ եթե որ ինչ են հաջորդ քայլերը հստակ կլան մեմը որ պատասխանը ելեն մինչև հիմա ոչ մեր հայցին ոչ ալ նահանգապետի հայցին որևէ մեկ պատասխան կա բացի բարձրապես որ հաստատած են որ այսինքն հայցը հաստատած են Մայք Սարյանին գիտեք Մայք Սարյան գործարար բժիշկ որը լավ հարաբերություններ ունի Ռոբերտ Քենեդի ջունիորի հետ հեռախոսազրույցեր ունեցել եւ ասել էր որ ցանկանում է որպեսի այստեղ հանդիպում կազմակերպի օզի հետ այդպիսի հանդիպում եղավ դուք ինչ որ տեղեկություններ ունեք թե ոչ այդպիսի հանդիպումը ոչ թե որ այսինքն եղավ գիտեմ ինչ որ գիտեմ մինչև հիմա չեղավ հանդիպում այդպես բայց ամենայն դեպս այս մեկը մեր խնդիրը չէ որ լուծենք մենք պետք չէ որ իրենց այսինքն վատ դեղե հանենք մենք պետք չէ որ իրենց ազատենք այսպեսի իրենց սխալները կոծենք փակենք իրենք հարցակեցան եւ պետք է պատասխանը ստանան այս բարակային մենք ինչու մենք մեր իսկ հայցով ինչ եք պահանջում այսինքն ինչ ֆինանսական փոխհատուցում եւ նաեւ արդյոք այդ բիզնեսները որոնք տուժեցին այդ ուրեմն ելույթից հետո իրենք էլ են հայցերով դիմել դատարան վնասի փոխհատուցման պահանջով միգուցե Ուրեմն վնասի փոխհատուցումը այո մեծ բաժինն է որ պետք է անպայման կիրառվի, բայց անգլիանտին ընդհանրապես մեր մեզի կարևորը այս բարակային հագահայ աշխատանքի ասենք թեմ առաջ կառնելն է ուրեմն այդ առաջ կառնելու համար թադական հայցը մեծ կարևորություն կուտա քանի որ հանրային թեմի վրա կսկսի այլևս հայտնի ելալ որ այստեղ բան մգա որ թիդավորյալ թիդումնավոր մարդիկ հայկական համայնքին թեմ կաշխատին հայկական համայնքին թեմ գելեն ուրեմն երբ ասենք առողջապահության նախարարությունը բանջները մեկը այդ է որ ինքը ասենք ներողություն խնդրի հայկական համայնքեն եւ անշուշտ փոխհատուցումը անե եւ այս մեկը մեծ այսինքն մեծ քայլը գլա այս հագահայ աշխատանքը Իդեպ օզը շատ ակտիվ աշխատում է հիմա Սոմալի դեպքերի մասին են ավելի շատ խոսում Կալիֆոռնիան եւս բայց հայկական համայնքի անունը այլևս չի տալիս դա արդեն առաջընթաց է եւ նաեւ 2 օր առաջ իմացանք որ այս fraud department, այսինքն խարդախությունների այդ դեմ պայքարը գլխավորելու է փոխնախագահ Վենսը եւ կարծում եմ այստեղ եւս կարելի է իր հետ աշխատել այդ օզի, այսպես ասած, թուրքական քաղաքականությունը չեզոքացնելու ուղղությամբ Այո, եւ հետաքրքրականը այդ է որ հիմա ուշադրությունը ամբողջովին վերացավ հայերու վրա, ասենք հայերու գծով եւ հիմա անցանք բոլորովին տարբեր նյութի, քանի որ ճիշտ այդպես էր, քանի որ չէին սպասեր, քանի որ կգարձեին, կոնե իմ ենթադրությունս այդպես է, որ կգարձեին որ պիտի հայ համայնքը լուր մնա, կգարձեին որ հայ համայնքը պատասխան պիտի չտա, չէին գիտեր որ պետք է այդքան կարևորություն եւ այդքան արագ պետք է կառողանային կազմակերպվել եւ պատասխան տալ Եվ բարձրապես բան էին, այսինքն բոլորովին դեղյակ չէին, բոլորովին չէին պատրաստված ադոր։ Երբ դեսան այդքան մեծ արձագանք, բոլորովին դարբեր եղավ մոդեցումը, մեկ քայլ դարին եւ իրենք սկսան այլ բաներով սպաղել մինչեւ որ կարողանան ավելի, ասենք, անգամ եւս սերդել նյութը, եթե որ գուզեն։ Այո, Կարեն, վերջերս մի հոդված էի գրել, եթե չեմ սխալվում, վերնագիրը չեմ հիշում, բայց թեման Զարե Սինանյանն էր, ով կարծես թե օզի, այսպես ասած, իրար պաս տալով աշխատում են Հայաստանի իշխանությունները եւ թուրքական լոբիստական կառույցները, այդ թվում նաեւ ամերիկյան պաշտոնյան։ Ինչ էր տեղի ունեցել, ինչ հանդիպում է ունեցել Զարե Սինանյանը եւ ինչ թեմաների մասին է խոսել Խնդրեմ մի քիչ ներկայացրեք մանրամասն։ Ուրեմն Զարե Սինանյան երբ այցելեց Արևմտյան Ամերիկա, ասենք Կալիֆոռնիա նամանավանդ որոշ շարք հանդիպումներ ունեցավ։ Իդեպ այդ հանդիպումները փակ, գաղտնի, այդպես private, այդպես է կոչվում։ Ինքնին խնդիրը այդ է, որ Հայաստանի իշխանությունները արդեն 7 տարի չեն կարողանում բացահայտ որևիցե հանդիպում ունենալ Լոս Անջելեսում, նաև այլ մարդիկ են այցելել այստեղ, հայաստանյան պաշտոնյաներ, դրա մասին եք խոսենք, խնդրեմ։ Ուրեմն հետաքրքրական է թե ինչպես այդպիսի գրասենյակը, որ սպյուրքի գրասենյակն է, սպյուրքի կորձերով պետք է որ սպաղի, պետք է ամբողջ սպյուրքին հետ դեստվի, պետք է հանրային օժանդակություններ դա իր հավաքույթները գլան այլևս փակ դռներով։ Հիմա այդ մեկը
ինքնին հետաքրքրական է, բայց եկեք մեկ հատ նայենք որոնց հետ էին այդ հանդիպումը։ Նախ ամենեն առաջ աշակերտական բզդիկ խումբի մեհեդ էր, անշուշտ ընդրված աշակերտական խումբեր, որոնք ուսանողական, անոնք որոնք այսինքն վերիվարով գիտեն, որ արգածախնդիր պիտի չլան, անոնք որոնք գիտեն, թե այսինքն պիտի իր սուդերուն թեմ չտնեն, ամենայոսեն ճիշտ է կսեն նգարը առնեն եւ վերջանա հանդիպումը գոչելով որ հանդիպում ունեցած էին ուսանողական հայ ուսանողության եւ որոնք նաեւ այդքան էլ տեղյակ չեն թե ինչ է կատարվում Հայաստանում անշուշտ եւ այդ է խնդիրը որ այդ դեղեցության աղբյուրը կամ այդ սերմերը գտնեն ուսանողական շարքին, չեն գրնար տնել, քանի որ որևէ մեկ ուրիշ տեղ։ Ուրեմն գսկսին այդ ուսանողական մագարտակի վրա, ուր այդքան լավ գիտակցություն չկա, ուր թեր վերիվարով նոր է որ աշխարհայացքը գազմվի իրենց, ուրեմն կփորձեն այդ դարիքեն արդեն քրավել եւ իրենց ճաշտոնը օգտագործել որպես սպյուրքի այո, բայց դրանք կարեւոր են, որովհետեւ ապագա լոյերներ են, իրավաբաններ են, ապագա քաղաքական գործիչներ են, բժիշկներ են, գործարարներ են, այսինքն իրենք աշխատում են այդ զանգվածի վրա, որի վրա աշխատում է նաև Թուրքիան։ Այո, դժբախտաբար կտեսնենք, թե ասկայլերը, այսինքն զուգահեռը միշտ գա թրքական զուգահեռը հիմա գվա եւ այդ է որ շատ մեծ բնդահոգիչ բան է մեզ սպյուրքին համար, քանի որ մենք դարիներով բայկար մղած ենք ասորտեմ եւ հիմա բոլորը հագարակ կընթանա բարձրապես ասել է որ մենք պետք է մեր ճանկերը ավելիով անենք, բայց եւ այնպես մտահոգիչ են, մենք մեզի օրական մշտական մտահոգություն են ասոնք։ Այո, եւ ինչի մասին է խոսել։ Ես որքան հասկանում եմ, իրենք ամենուր ներկայացնում են, որ Հայաստանը Ռուսաստանի ստրուկներ, հիմա մենք դարձանք անկախ, այդ process-ն է գնում, այսինքն մարդկանց ուղեղը լսում են, թե Հայաստանը անկախ չէր, հիմա դառել է անկախ, դա է։ Այսինքն սպյուրքի դարիներու ընթացքին ամենամեծ կորզունեությունը եղած է հայոց ցեղասպանության ճանաչումը եւ վնասից հատուցման աշխատանքը մղելը։ Ուրեմն հիմա իրենց ամենամեծ թիրախը այդ է, որ իրենք ունենան կարողանան մորցնել սպյուրքը այդ իր արակելութենեն, կարողանան շեղել իրենց այդ աշխարհը, ամբողջ ցեղասպանության թեման փակել, բարձրապես որովհետեւ կարողանան իրենք ավելի լավ հարաբերություններ ունենալ Թուրքի հետ։ Այդ է հիմնական, այսինքն լայնքը ձերուդակ է, թե որ պիտի սահմանենք ինչ է, այս է։ Եվ ադոր համար է, որ ամեն անգամ, ասենք, թիրախ ունին իրենք իբրև Արարատը, թիրախ ունին իբրև Ձիձեռնագապերտը, թիրախ ունին իբրև Թուրքիոյի բադոսարանին դիմաց ցույցերը, այդ բոլորը իրենց համար մեծ խնդիրներ են, ուրեմն իրենք կփորձեն գամած, ինչպես քիչ առաջ ասի, այդ soft power-ով, այդ փափուկ ուժով վերիվարով փոխել սպյուրքի գետրոնացումը, դանիլ ուրիշ խնդիրներ առաջացնել, թե արդյոք Արարատը պետք է ելե կամ պետք չէ ելե այդ վիզային վրայեն, գնիկին վրայեն, այդպիսի խնդիրներով է, որ գուզեն սպաղցնել սպյուրքը, երբ մեծ առաքելությունը գա դիմացը, որ հայոց ցեղասպանության վնասից հատուցումն է, ճանաչումն է, հայտադի հետաբնթումն է, որ բոլորովին գուզեն մորցնել այդ մեկը։ Ուրեմն այսպիսի անհատներ, որոնք ճամփորդեն հոս, գայցել են հոս, իրենց հիմնական առաքելությունը այդ մեկն է, լա Պանասինանյանը, լա Մյուսները։ Իդեպ մի լուրեր կար, բայց ես սպասում եի, որ մեծ արձագանք կստանա, բայց կարծես թե այդքան արձագանք չկա։ Ուրեմն մի քանի օր առաջ կարդացի, որ թուրքական ավիաուղիները պատրաստվում է ուղիղ չվերթներ իրականացնել Լոս Անջելեսից Երևան եւ հակառակը։ Շաբաթական, եթե չեմ սխալվում, 2 թե 3 անգամ։ Սա ինչի համար է հետաքրքիր, որովհետեւ այս ուրեմն նախաձեռնությունը ուղիղ չվերթ Երևան, Լոս Անջելես եղել է շատ վաղուց, ես նույնիսկ տարիներ առաջ զրուցել եմ մեր հյուպատոսի հետ, այն ժամանակ Արմեն Բայբուրցյանն էր, որը շատ ակտիվ աշխատանք էր տանում այդ ուղղությամբ, բայց պարզվում էր, որ ոչ մի ավիաընկերություն հետաքրքրված չէ, որտեղ բիզնես որպես բիզնես այդպեսին ձեռնտու չէ, այսինքն չկա այնքան զանգված, այսինքն այնքան բիզնես, որ որպես կոմերցիոն գործարք ձեռնտու լինի, այդտեղ պետք է ինչ-որ քաղաքական լուծում, քաղաքական որոշում, եւ ահա խնդրեմ Նիկոլ Փաշինյանը Էրդողանի հետ քաղաքական որոշում, այսինքն սա ինչ է նշանակում, որ
թուրքական ավիաուղիները քաղաքական որոշում է կայացնել Լոս Անջելեսի հայությունը այսօր այդ ուրեմն որը շատ մեծ կապ ունի Հայաստանի հետ եւ նաեւ Միացյալ Նահանգներ եկող հայաստանցիների մեծամասնությունը գալիս են Լոս Անջելես նպաստելու են թուրքական բյուջեին, ել չեմ ասում իրենց PR-ը, իրենց երկրի PR-ը, իրենց մի խոսքով, սա եւս կարելի է դիտել հենց այդ շարքին, որ եկեք լավ դե ցեղասպանությունը մոռանանք, բայց գոնե ուղիղ չվերթ ունենք էլի Երևան։ Ճիշտ նույն, ասենք, ճիշտ նույն աշխատանքն է, որ կդանին դժբախտաբար այսօր Հայաստանի Հանրապետութենն ներս, որ գսեն, նավթ առնելու համար, քիչ ավելի լավ, ավելի աժան բանջարեղեն բերելու համար, ավելի աժան ասենք քույքեր ապահովելու համար պետք է մենք նոր բարձրացնենք մեր հարաբերությունները Թուրքիո հետ եւ անգևերջ խենթանալիք կլա մեր երկիրը մենք փարկավաճ գտարնա եւ այլն հիմա նույնը գործեն անել Սփյուռքի հետ նույնը պիտի անեն այս բաժինը հոս երկու ցևով պիտի օգտվին ասպարակային մեկ հատը պիտի որ ուղագիորեն նպաստ բերեն ասելով ներկայացնելով որ մորնանք ցեղասպանությունը քանի որ նայեցեք թրքական օտանավի ասենք սպասարկումը եւ այլն շատ ավելի ծերնդու է ուղագի է այսպես այնպես ինչ որ սերվիս մատուցեն ժողովրդին մեկ իսկ երկրորդ բարակային պիտի բարձրացնեն այդ մեր դարիներու քիծած թուրքը թշնամին այս եզրույթը որ ունենք քանի որ գործեն բարձրացնել չէ հարաբերությունները ուրեմն երկու բարակային մեկը դեպի լա soft power-ի կողմը որ բարձրապես Թուրք Հայաստան հայկական նույն նախատեսության մեջ գրնանք ավելի բարիացակամորեն օգտագործել փոխանակ ասելու թուրքը միշտ թշնամին է Եվ երկրորդ բարակային պիտի փորձեն նպաստ բերել ժողովրդին, որպեսզի իրենց մտքերնուն մեջ այդ հարաբերությունները սկսին ունենալ եւ ժամանակի ընթացքին բան է մտային լվալու մեկ ցև է, ասենք brainwashing-ի մեկ ցև է, որ այլևս ասեն թե այդ խնդիրները հին են, բամջունին այլևս ասելի կադոնց մասին, այդ ցեղասպանությունը եկեք մոռնանք, մենք մեզի համար ապրենք ավելի լավ է բայց հիմնական թեմը ասիկա մեր Սփյուռքի բոլոր գազམ་ագերբություններուն եւ մեծամասնության մեր Սփյուռքի ասենք հայության վստահ եմ քանի որ դարիներով մենք գիտենք ինչ է ճիշտ ուղին եւ աշխատենք ճիշտ ուղին բարձրապես օտանավի սպասարկության համար չեմ կարծել որ այդ մեկը փոխվի այո այստեղ էին նաեւ այլ պաշտոնյաներ վերջին մեկ շաբաթվա ընթացքում մի քանի օրով այցելել էին Լիլիթ Մակունցը, Արայիկ Հարությունյանը, Աննա Հակոբյանը, ով իդեպ վերադարձավ եւ հետո, այսինքն նախ անոնսեցին, որ բաժանվում են, այսինքն հետո եկան Միացյալ Նահանգներ, չգիտես ինչու 2-3 օրով շամանների հետ հանդիպեց, բայց հետաքրքիր էր Արայիկ Հարությունյանի եւ Լիլիթ Մակունցի, որոնք այստեղ էս մի քանի նիկոլական հեռուստաընկերություններ կան, այդ հեռուստաընկերություններով ելույթներ ունեցան եւ այլն եւ փախած այդպիսի նորից գախնի փակ հանդիպումներ գոլֆ ակումբներում եւ այլն որոշ գործարանների հետ իրենք են փորձում այստեղ հայկական արմատներ գցել ոնց որ Հայաստանում են արել ինչ տեղեկություններ ունեք ինչ հանդիպումներ ունեցել ունեք այդպիսի տեղեկություններ ուրեմն ովքեր են այդ մասնակիցները ի վերջո որոշ լուսանկարներ էին տարածել մի քանիսին ճանաչեցի գործարարներ են որոնք կապեր ունեն, ասենք Ալեն Սիմոնյանի հետ, այդպիսի մարդկանց գտել են, բայց արդյոք հասարակական արձագանք կա, եթե կա ինչու են իրենք գախնի հանդիպում։ Գախնի հանդիպումը շատ բարձ է ինչու է, քանի որ ամեն մարդ չէ որ թյուրինցեով գրնա իրենց սուդերը լսել, այո ասել, խոնարհել, այսինքն գլուխավար առնել եւ հարց չտալ, քանի որ այսօր այդքան ագներև է որ իրենք կաշխատին Սփյուռքի թեմ, որ մեծամասնությունը եթե որ Սփյուռքի խոսի հետերնին պիտի ասեն ինչու մեզի դուրս կտնեք ինչու մեզի արիթը չեք դարսենք աստեղ ենք վերարգելու օրինակ նվազագույն անդրությունները գուքան չէ ինչու Սփյուռքը միշտ լուսանցկային մեկ կողմն է դված միան իբրև ասենք տրամական օժանդակություն գնային եւ ոչ որևէ մեկ ուրիշ բան այդպիսի հարցումներ իրենք պատասխանելու նամանավանդ հիմա քաղաքական գլիմայի մեջ պատրաստ չեն քանի որ իրենց շատ վատ կլա ընդհանուր պատկերը այդ ադոր ուրեմն իրենք գնեն փակտերներով հանդիպումներ ուրեմն իրենք գնեն ասենք ընդրված անհատներու հետ հանդիպումներ որոնք կամ
իրենց գամագադարներն են կամ ունին մոտ հարաբերություններ իրենց հետ եւ բան գնեն թե կփորձեն ադոնցմով ծեվացնել թե իրենք սպիրկին են այդքան լավ են, իրենք սպիրկի մեջ այդքան շատ տհաճ մի այդպես գրառում էր արել Արայիկ Հարությունյանը, ասեմ որ պարոն Հարությունյանը, որին կարելի ասել բոլորը ճանաչում են եւ իր ազգային գործերի մասին շատ լավ գիտեն, պարոն Սասունյանը հոդված էր հրապարակել, որ հայ հարկատուների փողերը վատնվել են այս անիմաստ այցերի վրա, քանի որ 2 կամ 3, չգիտեմ քանի հոգի են, բայց համենայն դեպս 2-ին տեսանք, այցեր են կազմակերպել Լոս Անջելես եւ փակ հանդիպումներ են ունեցել, ինչին Արայիկ Հարությունյանը շատ լկտի պատասխան էր տվել, որ ձեր նմանների դեմ եսիմ ինչ այսպես, այսինքն կարծես թե խոսում էր ոչ թե մարդու մասին, որ իր ամբողջ կյանքը նվիրել է ազգային գործերին, հիմա կարող ես ընդունել, կարող ես չընդունել, բայց չես կարող չընդունել այն, որ այդ մարդը ասենք ամբողջ կյանքում Հայաստանի համար լավ, մինչև հիմա էլ ֆոնդը Հայաստան-Արցախ հիմնադրամի միջոցով բազմաթիվ ծրագրեր են իրականացնում Հայաստանում, ել չասեմ Քրքորյանի հիմնադրամի եւ այլն։ Այսինքն այս մարդիկ կարծես թե ազգային անձանց, բարեգործների, չգիտեմ, ազգային գործիչներին թշնամի են համարում, ինչպես թուրքերը։ Հիմա արդյոք սրանք միասին են գործում, գիտեմ հայդատի պաշտոնական տեսակետը չես կարող ներկայացնել, բայց քո անձնական տեսակետը։ Հիմա գիտեք խնդիրը ինչ է, ճիշտ այդ բաժինն է, որ մարդիկ, որոնք իրենց ամբողջ կյանքը նվիրած են սպիրկի գազմագերբման, Հայաստանի վերականգնման, լա տրամական նյութական օժանդակություններով, լա գազմագերբչական, լա կյանքի քնով շատ մատեններ, այդ բոլորը այսօր գարժանանան արհամարանքի։ Հիմա կարելի է որ նույն խաղապարը չունենաք, համաձայն ենք, կարելի է որ նույն միջոցները չունենաք, բայց վերջավորության պետք է հասկանալ, պետք է հստակ գնել, թե որևէ մեկ անձ, որ իր կյանքը կնվիրե լա իրական կյանքը նվիրել զենքի ուժով կամ ասենք կյանքը կնվիրե գազմագերբչական աշխատանքով, դարիներու զոհողությամբ եւ այլն, կարելի չէ արհամարել բարձրապես քանի որ քու թիդանգունի թեմ է։ Կարելի չէ կարելի պետք չէ լա գարավարական ներկայացուցիչներու, Հայաստանի Հանրապետության գարավարական ներկայացուցիչներու, որ ունենան այդպիսի գեցվածք։ Հիմա խոսելով հոդվածներու մասին, մեկ այլ հոդված մգար, որ շատ ավելի, ասենք, գուզեի մեջտեղ բերել, այդ այլ բավական հետաքրքրական ինչ որ թիդանգում ուներ, անփախտությունը գտներ երկու, ասենք, ներկայացուցիչներու Հայաստանի Հանրապետութենեն, որ կգրեն նույն անունը Լիլիթ Մագունցը եւ Լիլիթ Գալստյանը։ Լիլիթ Գալստյանը մի քանի շաբաթ առաջ հոսեր, ուրեմն ինքը ազգային ժողովի պատգամավոր, հոյտաբյուրոյի առաջին գին տեխնազու կամ ընկերուհի, ուրեմն շատ հետաքրքրական էր, թե բոլորովին հագարակ ուղղությամբ էին այցերը գազմագերբված, ուրեմն Լիլիթ Մագունցը անշուշտ նույնպես ասենք փակտերներով, մի քանի հոգի հետ, որոնք իրենց կամակադարներն են, որոնք կամ դեղեցություն ունին ոչ ասելու, կամ գամք ունին ոչ ասելու, կամ էլ շահեր ունեն Հայաստանում։ Կամ էլ շահեր ունին, եւ անոր հագարակ Լիլիթ Գալստյանը, որ եկավ հոս եւ երկու շաբթվա ընթացքին օրական թվությամբ իսկապես համայնքին մեջ մտավ, իսկապես տեսավ ինչպես կգազմագերբվի սպիրկը, իսկապես տեսավ մեր դպրոցները, մեր աշակերտությունը, մեր երիտասարդական շարքերը, մեր գազմագերբչական այլևալ գետրոնները, այդ բոլորը եկեղեցիները, առաջնորդարանը, այս բոլորը այսօր կարևոր բաներ են, որ չես կրնար մորնալ անդեսել, երբ որ դու գարավարական ինչ որ պատասխանատվություն ունես եւ այդ մանդատով է որ եկած ես այցելության։ Կարելի չէր մորնալ եւ այդ հագասումը այսքան մոտ ժամանակահատվածի շատ հստակ ծևով թրված էր, ասենք այդ հոդվածին մեջը, որ գարձեմ ասպարեզի մեջ կգտնեք Սարիկ Արմենյանը գրած էր, ուրեմն այդպիսի վերլուծական աշխատանքներ շատ կարևոր են, որ ցցնեն այսօր թե ով է որ գործե մանիպուլյացիայով, ասենք, փոխել բադկերը եւ ով է իսկական ասկասեր այդ բաժինը, որ իր աշխատանքը գնել լիորեն առանց սպասելու որևէ մեկ։ Եվ վերջին հարցը Կարեն, գիտեք, ընտրություններ են հունիսի 8-ին Հայաստանում եւ բնականաբար այս
պայքարը ավելի է թեժանալու, նաև Սփյուռքում իրենք ավելի են այդպես թիրախավորված աշխատելու, նաև փողեր տանելու համար, որտեղ այստեղից փողերի կարիք ունեն նաև իրենց միշտ է նույնիսկ պատերազմի ժամանակ Նիկոլ Փաշինյանի իշխանությանը փողներ է դաշկրում։ Ուրիշ բան չէր հետաքրքրում, ասենք Վաշինգտոն էին գնում եւ այլն, քաղաքական ազդեցություն չէ, իրենց փողներ կա։ Այսինքն մի հատ շոու սարքել, որպեսզի փող գնա։ Հիմա ավելի շատ են դա անելու եւ բայց մյուս կողմից ազգային ուժերը, հատկապես սփյուռքյան կառույցները, կարծում եմ անելիք ունեն ինչ առումով, որ բոլոր Հայաստանի Հանրապետության քաղաքացիները օրինակ լավ կլիներ, որ գնային Հայաստան եւ ընտրեին, մասնակցեին ընտրություն։ Արդյոք ինչ որ բաներ նախատեսում եք նախընտրական այս 2-3 ամիսների ընթացքում, որ պետք է աշխատել Սփյուռքի հետ։ Ուրեմն նախ, այսինքն խոսք ճուզերսելու համար, որ անպայման կքաչալերենք բոլոր անոնք, որոնք Հայաստանի քաղաքացի են, որ երթան օրինակ լավ գաղափար կլներ, սարքել, այսպես ասած, թրենդային, որ ձեր ամառային արձակուրդը անցկացրեք Հայաստանում, այնպես արեք, որպեսզի ընտրությունների ժամանակ Հայաստանի քաղաքացիներին իհարկե վերաբերում, բայց նույնիսկ եթե քաղաքացի չեն, թող գնան եւ մասնակցեն այդ պայքարին։ Այդ աշխատանքը միշտ դարած ենք, քանի որ կհավատանք մենք ժողովրդավարական ասենք այդ պատասխանատվության իբրև քաղաքացի, որ բարդավորությունը պետք է ունենաս ընտրելու եւ թունք ու խիղճդ ընտրելու վերջավորության եւ մենք կքաչալերենք բոլոր անոնց, որոնց կուզեն երթալ եւ պետք է երթան եւ ով որ ունի քաղաքացիություն պետք է երթա այս գծով։ Հիմա որոշ գազագերբչական քայլերու մասին, այսինքն վստահ եմ կան զանազան գազագերբություններ, որոնք արած են նախաձեռնությունը, բայց այսինքն մենք բոլոր ցևով գուզենք քաչալերել այդ բոլորը, որովհետեւ երթան եւ իրենց բարդականությունը կդարեն Հայաստանի Հանրապետության թիմացի իբրև քաղաքացիներ։ Իհարկե լավ կլիներ, որպեսզի այստեղ կարողանայինք ընտրել, բայց ունենք այն ինչ ունենք։ Շատ շնորհակալ եմ Կարեն, հարցազրույցի համար։